դեռ չգիտեք, ուրեմն ժամանակն է տեղեկանալ։ Շաբաթ եւ կիրակի Հայաստանի բոլոր թանգարանները ամբողջ գիշեր բաց են։ Այս ակցիան հենց այդպես էլ կոչվում է թանգարանային գիշեր եւ կազմակերպվում է թանգարանների միջազգային օրվա առիթով։ Այնպես որ բոլորս դեպի թանգարաններ, թե մինչև այդ գուցե դիտեք post-factum-ը, ահա մեր թեմաները։ Նոր ձևավորված խորհրդարանը աշխատանքը մեկնարկեց նախագահի ուղերձով, ինչ փուլում են Արցախի խնդրի կարգավորման բանակցությունները, նախընտրական մեղադրանքների հետընտրական պատասխանները։ Չարաչար սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե ժամացույցի սլաքը շփման գծի միայն մեկ կողմում է պտտվում։ Ժամանակն է ուղղել բոլոր սլակները, կարգավորում, միֆ եւ իրականություն։ Նորընտիր խորհրդարանը ընտրեց ազգային ժողովի նախագահ եւ նրա 3 տեղականներին, ազգային ժողովի ղեկն անցավ մանկավարժից մանկաբույժի։ Դուք գիտեք, ես մանկաբույժ եմ եւ չհաճի երեխաների հետ հաճիկով աշխատում բոլորի հետ։ Ինչպես անցավ առաջին շաբաթը եւ նշանավորվեց 6-րդ սեզոնի սկիզբը օրենսդիր մարմնում, որն անվանում են անդիմադիր խորհրդարան։ Ինչ էր կատարվում այս շաբաթ խորհրդարանում, որտեղ են ընդդիմությանը խոստացված լիազորությունները եւ որն է ընդդիմության ու իշխանության սահմանը։ Հանրապետական Արմեն Աշոտյանի բլից պատասխանները հատուկ post-factum-ի համար։ Վերջում Թուրքիայում հայկական երգը դարձել է Instagram-ների հիթ ու կարաոկեների ռեկորդագիր, փորձելու ենք հասկանալ ֆենոմենը։ Այս շաբաթ քաղաքական իրադարձությունների հրավառություններ։ Տեղի ունեցավ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, որի ընթացքում հանրապետության նախագահը հանդես եկավ ուղերձով։ Հայաստանի ապագան բանաձևող այս ելույթում նախագահը ներկայացրեց իր պատկերացումը, թե ինչպես պետք է լինի Հայաստանի տնտեսությունը առաջիկա տարիներին, ինչ պետք է անել մարդու իրավունքների ոլորտում, ինչպես պետք է պայքարել կոռուպցիայի դեմ, ինչպես պետք է ստեղծել պարլամենտարիզմ։ Այս համատեքստում նախագահը ներկայացրեց երկրի ամենաառաջնային խնդրի Արցախի հիմնահարցի կարգավորման մանրամասները, բացելով նաև երբևէ չբացված փակագծեր։ Եվ սա արեց խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի աղմուկից հետո, երբ արդեն կրքերը մարել են, նախընտրական մթնոլորտն անցել։ Ղարաբաղի խնդրի կարգավորումը անկախությունից հետո թոփ թեմա է բոլոր ընտրություններում։ Սովորաբար ընդդիմությունը պնդում է, որ իշխանության ճանապարհը սխալ է, վերջին ընտրությունները բացառություն չէին։ Նախկին իշխանության մեջ եղած գործիչները հայտարարեցին, որ նախկինում բանակցային գործընթացն ավելի արդյունավետ էր, քան վերջին տարիներին։ Երբ աղմուկը դադարեց, եկավ պատմության գզրոցները բացելու ժամանակը։ Այս ընտրություններին ընդդիմադիր ուժերից մեկը վերակենդանացրեց խնդրի կարգավորման 1997 թվականի առաջարկներից մեկը, դա համարելով անցյալում բանակցված լավագույն փաստաթուղթ, որը զիջումներից հետո վերջ կդներ երկու կողմերի արյունահոսությանը։ Ինչ էր առաջարկվում այդ փաստաթղթով, այնինչ գաղտնի էր այն ժամանակ, հիմա արդեն պաշտոնապես հրապարակվել է։ 20 տարի առաջվա փաստաթուղթը նույնիսկ չէր հավակնում հարցի վերջնական լուծմանը, այլ զինված հակամարտության դադարեցման պայմանավորվածություն էր։ Այն մի տեսակ զինադադարի նոր համաձայնագիր էր նախատեսում, այս անգամ արդեն համեմված խաղաղապահ ուժերով եւ մի շարք այլ դրույթներով։ Հայկական կողմերը ստանում էին անվտանգության կասկածելի երաշխիքներ եւ հակամարտության քաղաքական կարգավորման ոչ պակաս կասկածելի ու անորոշ հեռանկար, փոխարենը անելով անհամաչափ զիջումներ։ Այդ բանակցություններում չկար ոչ մի խոսք Արցախի հետագա կարգավորման վերաբերյալ, դրանք գործողությունների հերթականություն էին, որից հետո միայն ապագայում պետք է քննարկվեր Արցախի կարգավորման հարցը։ Փոխարենը Հայաստանը պետք է անհամաչափ զիջումներ աներ, նաև տարածքային։ Սրանք բերել որևէ կերպ փորձել համեմատել այսօրվա վիճակի հետ, որտեղ պարզ սևը սպիտակով գրվում է հանրաքվեի խնդիրը եւ հանրաքվեի խնդիրը ոչ թե որպես պլեբեսցիտ հանրաքվե որոշում կայացնող։ Հայկական կողմը փոխզիջումներից երբեք չի հրաժարվել հանուն խնդրի վերջնական լուծման, այս իմաստով խնդրի կարգավորման ամենահաջող փաստաթուղթը Կազանի փաստաթուղթն էր։ Համանախագահող երկրները այդ հանդիպման համար ներդրեցին աննախադեպ ռեսուրսներ, ջանքեր, հերթով բանակցեցին երկու կողմերի հետ, արտգործնախարարների հետ, քննարկեցին ստորագրվելիք փաստաթղթերի դետալները եւ վերջին պահին Ադրբեջանը ձախողեց ամեն ինչ։ Ադրբեջանը մտնում է այդ Համալիևը, Կազանյան հանդիպման, ասում է, չէ, կներեք, ես 10 օր առաջ եմ։
Հայկական կողմի համար գլխավոր արդյունքը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումն է։ Հենց սա էր ամրագրված 2011 թվականի Կազանյան փաստաթղթում։ Չնայած Ադրբեջանն այն մերժեց, բայց նախորդ փաստաթղթերի նման ի պահ չհանձնվեց ԵԱՀԿ քարտուղարություն, այսինքն շարունակում է մնալ որպես վերջին աշխատանքային փաստաթուղթ։ Ես չեմ խոսի նախորդ տարբերակների համեմատ Կազանի փաստաթղթի բոլոր առավելությունների մասին, քանի որ խախտած կլինեն բանակցությունների խորհրդապահությունը։ Միայն կրկնեմ, որ մինչև հիմա որևէ մեկը հրապարակավ չի կարողացել ճշգրտորեն ներկայացնել այն տարբերակը, որի մանրամասները մենք երկար տարիներ քննարկում ենք։ Մինչև Կազանյան հանդիպումը 2007 թվականին Իսպանիայի մայրաքաղաքում հռչակվել էին մադրիդյան սկզբունքները։ Քարոզարշավի ընթացքում այս փաստաթուղթը նույնպես վերակենդանացվեց, իբրև լավագույնը, բայց միայն մի մասը։ Մադրիդյան փաստաթղթի հեղինակությունն իրեն վերագրողներից մեկը նախընտրական շրջանում ճանաչեց դրա 14 պարագրաֆներից միայն մեկի հայրությունը, մնացածը թողնելով որբ։ Համաձայն եք, ծնողական պարտքի արտասովոր դրսևորում է, հատկապես որ Մադրիդյան փաստաթղթի այդ պարբերությունը լուրջ հարցեր էր առաջացնում։ Ըստ դրա, Արցախի իրավական կարգավիճակը որոշվելու էր պլեբեսցիտի միջոցով, որի կապակցությամբ հղում էր արվում Արևմտյան Սահարայի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի 1975 թվականի հոկտեմբերի 16-ի կարծիքին։ Մի եզրակացություն, որը մինչև օրս չի իրականացվել, եւ մի եզրակացություն, որը զուտ խորհրդատվական կարգավիճակում է։ Այդ դրույթն այլևս չկա բանակցային փաստաթղթում, բացի այդ բանակցությունների պատմության մեջ առաջին անգամ ամրագրվել է, որ Արցախի ժողովրդի կամ արտահայտության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը ունենալու է իրավական պարտադիր ուժ, այսինքն պարտադիր նաև Ադրբեջանի համար եւ միջազգային հանրության երաշխիքով։ Խնդիրների խնդիրը, հակամարտության առանցքը, դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման եւ ինքնորոշման իրավունքի իրացման խնդիրն է։ Բացի այդ, այժմ բանակցող փաստաթղթում ամրագրված է, որ հանգուցալուծման մեջ որոշիչ ձայն կունենան նաև Արցախի ներկայացուցիչները։ Հստակ ու ակնառու ուրվագծվում է, թե ինչպիսի տեսք է ունենալու Արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորումը, ինչի վերաբերյալ անկեղծության պորտկման պահին Ադրբեջանի նախագահը հրապարակավ խոստովանել էր, որ միջնորդներն իրեն պարտադրում են ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Հենց սա է վերջին տարիների բանակցային գործընթացի էությունը։ Իրականում Արցախի խնդիրը չի կարգավորվել հենց այն պատճառով, որ ադրբեջանական կողմն է ստատուս քվոյի կողմնակից, ոչ թե հայկականը։ Ադրբեջանական քարոզչամեքենան մեթոդիկ տարածում է այն թեզը, թե ժամանակը Բաքվի օգտին է աշխատում։ Չարաչար սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե ժամացույցի սլաքը շփման գծի միայն մեկ կողմում է պտտվում։ Իրականում այս տարածաշրջանային հակամարտությունը որևէ կողմին թույլ չի տալիս զարգանալ, հետևաբար ժամանակը չի աշխատում ոչ մեկի օգտին։ Հենց այդ պատճառով Հայաստանի եւ Արցախի հանրապետությունները խնդիր նոր առաջ խաղաղ ճանապարհով կարգավորելու կողմնակիցն են։ Սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում երկրորդ ամենակարևոր իրադարձությունը նոր խորհրդարանի ձևավորումն էր։ Սա հենց այն խորհրդարանն է, որը պետք է ընտրի երկրի ղեկավար, վարչապետ, նախագահ, ընդունի նաև համակարգային համահունչ օրենքներ եւ փաստացի ղեկավարի երկիրը։ Նոր խորհրդարանն այս շաբաթ ընտրեց ազգային ժողովի նոր նախագահ եւ տեղակալներ, քննարկեց հանձնաժողովների նոր նախագահների թեկնածությունները։ Այս ազգային ժողովը նախորդներից տարբերվելու է իր գործառույթներով եւ պատասխանատվությամբ։ Ինչպես նախագահ արձանագրեց, այն այլևս սխալվելու իրավունք չունի, որովհետև սխալները շտկող մարմինը 2018-ից հետո չի լինելու։ Ինչպես անցավ 6-րդ գումարման ազգային ժողովի առաջին շաբաթը եւ ինչ կրքեր բորբոքվեցին խորհրդարանում։ Այս շաբաթ քաղաքական իրադարձությունների կիզակետում էր Շաքե Ղազարյանը։ Չունեմ ես աշխատասենյակ։ Նորեկները միշտ լրագրողների ձեռքի տակ են, գնալու տեղ առայժմ չունեն։ Ժամանակավոր ապաստարանը բուֆետն է եւ միջանցքը։ Կտանից թվում է կհատկացնի։
Ընդմիջումները էքսկուրսիաների են վերածել, 4 հարկերում երթուղին խառն է, դեպի դահլիճ եւ հակառակ ուղղություններով ամենաբարդը դա է 4 մուտք կա։ Դահլիճից դեպի խմբակցություն դա էլ է բարդ։ Աչքն ու ձախը շփոթեն, հակառակ ճամբարում կհայտնվեն։ Դրանից հետո էլ աշխատասենյակ է պետք հասնել։ Առայժմ չեմ մոլորվում, բարի մարդիկ շատ կան, ցույց տալիս են ինչի ոնց։ Լաբիրինթոսներով առանց կողմնացույցի քայլող նորեկները մոլորվում են, ում բախտը բերում է ստաժավոր գործընկերն է գիդի դեր ստանձնում։ Այո, ճիշտն ասած, այո։ Շենքը Չեմ թողնում որ մոլորվի։ էքսկուրսիա է Տիկին Պետրոսյանը։ Չէ, ես ընկերն եմ ուղղակի Իրանի։ Հնաբնակները տեղը տեղին տնավորվել են, սենյակներում պատեր են շարել, փոքր աշխատասենյակից ավելի մեծը տեղափոխվել դեպի կենտրոն։ Ես տեղափոխվել եմ նախկի Հեղինե Բիշարյանի սենյակների մի մասը։ 3 սենյականոց քաղաքի կենտրոնում Բաղրամյան 19-րդ հարկ ՀՀԿ հարևանությամբ հարմար են նաև աշխատելու համար։ Այս հայտարարությամբ միայն Սամվել Ալեքսանյանն է գնացել ու Շմայսի նախկին գրասենյակում տեղավորվել։ Միայն մեկ օր բաց դռների օր փոխոսնակի սենյակում, բայց դե տեսնելու բան չկա, դատարկություն։ Հերմինե Նաղդալյանից հետո Արփինե Հովանիսյանն է այստեղ տեղավորվելու։ Խնդրում ենք զբաղեցնել տեղերը։ Բոլորի համար բերկացի ժամը նույնն է, 10-ին, ոչ թե կեսօրին, երբ օրը ճաշ էր դառնում։ Բոլորը քայլում են, Բաբլոյանը վազում։ Դի հասցնեմ կները։ Քարոզարշավից հետո էլ են խոստումները շարունակվում, բարեխիղճ են լինելու, պատրաստ են երթվել ու ստորագրել։ Միասին երթվում է։ Այդ ամբողջ ընթացքում ելքը մուտքի մոտ չերևաց ու չերթվեց։ Նիստի սկիզբը բոյկոտեցին, սենյակում ռադիոյով էին հետևում անցուդարձին։ Միաժամանակ ցանկանում եմ ուշադրություն դարձնել կարևոր մի հանգամանքի վրա։ Ինչ չեք մասնակցում։ Ֆրակցիայի նիստը հիմա նիստը թողանք ֆրակցիայի գնանք։ Կառաջարկեմ ելք դաշինքին, որ իրենք ժողովրդի առջև երթվեն, որովհետև իրենք չերթվեցին։ Ծանոթության ժամին իմացան ով է, այսպիսի տեսարան այլևս չի լինի։ Բոլորը ծափ են տալիս մեկին, մեկը բոլորին։ Պատգամավորները կանգնեն եւ ներկայանան։ Ոտքի կանգնեցին բոլորը Ծառուկյանից բացի, բոլորը տեղում էին Իշխան Զաքարյանից բացի։ Նա այդպես էլ այս կողմերում չերևաց։ Ծառուկյանական 8 ըմբոսներն էլ վերջին շարքում ուսուսի տեղավորվեցին։ Այդ ինչ արձագաններ եք տնում, ով ասե ինչ ըմբոսներ, ինչի դեմ են ըմբոս տանում։ Նապոլեոն Ազիզյանը 8-ից 1-ն է ու անընդհատ ուղղում է, 105-ից 1-ն է։ Հենց նա էր Ծառուկյանին ասել, թե պետք լինի մանդատը շեֆի ոտքի տակ կդնի։ Մեր մոտ բոլոր հարցերը համաձայնացնում են պարոն Ծառուկյանին, բայց չեն պատրաստվում վերցնել, չկա նման բան։ Դետեկտիվ ժանր չկա, մի փնտրեք։ Ծառուկյանականները փորձում են լրագրողների բերանը փակել, մանդատները վայր դնելու թեման էլ հետը։ Թվակցով քննարկենք, դան բոլորը մեր թիմակիցներն են, մեր հետ աշխատել են, ճանապարհ են անցել։ 2 օրում նորություն կլսեք։ Ծառուկյանի ասածից 1 օր անց 8-ից 3-ը դիմում գրեցին ու հեռացան։ Դնում եք կողմ բարի կողքը աչից ծիտիկը։ Ազգային ժողովում 2 օր ծիտիկ էին նկարում, հանուն 4 հոգու, նախագահությունում նստողների։ Անդիմադիրները աչքները 4 արած ընտրախախտումներ էին ֆիքսում։ Ընտրատեղամասում կուտակումներ են, մի քանի հոգով քվեախուց են մտնում, հանձնաժողովի նախագահը աչքի պոչով ծրարներին է նայում, ով եթե ոչ իրենք, նորընտիր падգամավորները խախտումների տեսակները լավ կիմանան։ Ինչ շարժում ես տալի։ Քվեարկությունից հետո մեղքերի թողություն էր, Խոստովանահայրը մամուլն է։ Եթե մեծ նարեկացին ասում է ամբողջ աշխարհի օվկիանոսները դառնային թանաք, Մայրցամաքները մագաղատ, Լիբանանի անդավները դառնային քրիչ դարձյալ չէին կարող քրերի մեղքերից 1000-րդ մասնիկը եղել։ Եթե մեր շնորհալին իր հավատով Խոստովանինի 24 տների վերջում ասում է եւ ողորմյա քարարածոց եւ ինձ բազմամեղից։ եթե նրանք բազմամեղ էին, ինչպես եղկելիս ու թշվառականս ավելի շատ, քան որևիցե մեկը, ամենամեղավոր մարդը ես եմ, բոլորից եմ։ Մեղքերի թողությունից հետո մաքրված հայտարարեցին ընտրյալների անունները։ Ազգային ժողովի 11-րդ նախագահը Արա Բաբլոյանն է։ Մանկավարժը տեղը զիջեց մանկաբույժին։ Առաջին արձագանքը ազգային ժողովն իրոք բժշկի կարիք ունի։
Դուք գիտեք, ես մանկապ ուժ եմ եւ չհաճճի երեխաների հետ հաճույքով աշխատում եմ, աշխատեմ բոլորի հետ։ Քրդական համայնքի շահերը ներկայացնելու համար խորհրդարան եկած Կնյազ Հասանովը 6 ժամ նախագահեց որպես ավագ։ Իրաց ձայն տամ։ Երբեմն շփոթվում էր, առաջին փորձն էր, դուրս եկավ քրտնած։ Ինձ թվում է երկրորդ անգամ լավ կլինի։ Հանդիսավոր պահից հետո Արա Բաբլոյանի աշխատասենյակում իրարանցում էր, տեղափոխվում է նախագահական հարկ։ Այդտեղ արդեն խորհրդակցություններ է սկսել, դրան մոտ անվտանգությունն է, Գալու Սահակյանի նախկին թիկնապահները։ Գալու Սահակյանը հավերժացավ նախկինների կողքին, այդ օրը նա շատ հուզված էր, երբ ամբիոնից ասացին շնորհակալություն, սիրտը լցվեց։ Ու հայտնվեցին Գալու Սահակյանական նոր թևավոր խոսքեր։ Կյանքում ամենաերանելի բանը հուզվելն է։ Ես Գալու Սահակյանն եմ եւ վերջ։ Նոր խոսնակը մերն է, ուրեմն լավն է։ Փոխոսնակներից ամենաշատը Արփինե Հովանիսյանին էին դեմ, 22 հոգի, նա ամբիոնի մոտ վրդովմունքը չթաքցրեց։ Շնորհակալություն եմ հայտնում քաղաքական դիրքորոշումն արտահայտածներին, ինչպես նաև անձնական դիրքորոշումն արտահայտածներին։ Նվազագույնը ազնիվ էր։ Միքայել Մելքումյանի ծիծաղը անսպառ է։ Անդիմադիր փոխնախագահը պնդում է, որ պաշտոնի բարձրացումը իր ապրելակերպը չի փոխի։ Ես ամեն օր իջնում եմ Հրազդանի ձոր, վազում եմ, գնում եմ ես խանութ, գնումներ եմ անում։ Ես շատ մոտ եմ ապրում, ճիշտ ասած կարող եմ ոտքով գնալ գալ։ Ես այս Դեմիրճյան փողոցում եմ ապրում։ Առաջին նիստի պրոդուկտը գրաֆիկայի ժանրից, Աստղեր վարչապետից, տանկային մի ամբողջ գումարտակ գեներալ Սարոյանից, Ծառուկյանն էլ ձեռքի հետ Աստվածաշունչը թերթեց։ Խորհրդարանական 6-րդ սեզոնը սկսված է։ Շակե Ղազարյան, Խաչատուր Եսայան, Post-Factum։ Հենց առաջին խորհրդարանական նիստը աչքի ընկավ քաղաքական հակասություններով։ Ընդդիմադիր երկդաշինքը բոյկոտեց նիստը եւ չներկայացավ падգամավորների երթման արարողությանը։ Նրանք դժգոհ էին ընտրությունների արդյունքներից, բայց շատ չանցած վերադարձան նիստերի դալիճ եւ խորհրդարանական մեծամասնությանը հորդորեցին ընդունել իրենց առաջարկը կամ ընտրել իրենց առաջադրած ազգային ժողովի նախագահի թեկնածուին։ Ընդդիմադիրների ներկայացրած առաջարկները չանցան, ինչից հետո ելքը հանրապետականին մեղադրեց փոքրամասնության լիազորություններ չտալու մեջ։ Արդյոք դա այդպես է։ Այս եւ այլ թեմաներով իմ գործընկեր Սաթիկ Սեյրանյանը զրուցել է ազգային ժողովի հանրապետական падգամավոր Արմեն Աշոտյանի հետ։ Ռևոլյուցիան երեկոյան 11:29 է, իսկ մինչև այդ զրուցակիցները հատուկ Post-Factum-ի համար անցել են շաբաթվա թեմաներով։ Պարոն Աշոտյան, ինչ է կարծում, Հայաստան-Եվրոպական միություն շրջանակային նախաստորագրված համաձայնագիրը առաջիկա 3 ամսում կստորագրվի, թե ոչ։ Ամենայն դեպս նա կստորագրվի Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում։ Երկար ժամանակ խորհրդարանում չէիք, դուք ձեզ գործադիրում էիք ավելի լավ զգում, թե խորհրդարանում։ Ես ինձ քաղաքականության մեջ եմ լավ զգում, գործադիրն ու խորհրդարանը դրա արտահայտումներից մեկն է, նաև կուսակցական աշխատանքը նույնպես։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ընդդիմություն է, թե ոչ։ Ընդդիմություն է։ Ազգային ժողովի ելք ընդդիմադիր դաշինքը բոյկոտեց падգամավորների երթման արարողությունը, ձեզ համար անակնկալ էր, թե ոչ, սպասելի էր։ Ելքից քաղաքական դաշտում նորաձևություն են ակնկալում կրկնել արդեն տապալված քաղաքական մեթոդները, կարծում եմ իրենց ոճը չի լինելու ապագայում։ Դուք շարունակում եք պնդել, որ ընտրությունները կեղծված է արտահայտությունը քաղաքական ծամոն է։ Ես քաղաքական ծամոն արտահայտություն չեմ ասել, Մաստակ եք ասել։ Հա, այո, մաստակ ասել եմ։ Ընդդիմությունները կեղծված են արտահայտությունը քաղաքական բառապաշարի մեջ ձևավորված, բայց այս դեպքում այլևս իրականությանը չհամապատասխանող կոմպլեքս է։ Մենք հասել ենք թողարկման ուղիղ կեսին, առաջին մասում խոսեցինք Արցախի խնդրի կարգավորման մանրամասների, նորընտիր խորհրդարանի ձևավորման ու քաղաքական բախումների մասին։ Երկրորդ մասում կպատմենք Վաշինգտոնում Էրդողանի հրահրած ծեծկրտուքի, Սուդան գործուղված հայ բժիշկների, հայկական գինու նվաճումների ու Թուրքիան նվաճած հայկական ռաբիսի մասին։ Չհեռանաք, գովազդը կարճ է լինելու։ Թուրքերը Միացյալ Նահանգներում ոստիկանության աչքի առաջ ծեծի ենթարկեցին հայ եզդի եւ քուրդ ցուցարարներին, նրանք նույնիսկ չխնայեցին ակցիային մասնակցող կանանց։ Ով էր այս վայրագության հեղինակը, լրատվամիջոցները հրապարակեցին ցուցարարներին դաժան ծեծի հրահանգի տեսագրությունը, թուրքական գամբիտ։
Վերջապես Ավրորա մրցանակաբաշխությանը մասնակցելու համար Հայաստան կգա Նուբայի լեռներում մաքարող դոկտոր Քաթինան։ Անցած տարի նա չկարողացավ թողնել իր հիվանդներին։ Այսօրվա մեծ մասը վիրահատարանում են անցկացրել։ 3 հայ բժիշկ մեկնել են Նուբա ժամանակավորապես փոխարինելու 750,000 մարդու կյանք փրկած դոկտոր Քաթինային։ Բացառիկ մարդասիրական փոխարինում Արարատից Նուբա։ Գինին Հայաստանում դառնում է սեղանի գլխավոր խմիչք։ Այդ նպատակով Հայաստանում է գինեգործության Ստիվ Ջոբսը։ Խնդրում եմ ինձ սովորեցնել, թե ինչպես պետք է գինի խմել։ Եկեք փորձենք այս գինին։ Արտակ Ալեքսանյանի բացառիկ հարցազրույցը արգենտինական գինին համաշխարհային բրենդ դարձրած Փոլ Հոբսի հետ։ Հայկական գինոլոգիա։ Եվ վերջում post-factum-ով կհնչի հայկական շոու բիզնեսի երգ-ռեկորդակիրը YouTube-յան ցուցանիշներով։ Այս շաբաթ աշխարհը ցնցվեց Միացյալ Նահանգների մայրաքաղաքում տեղի ունեցած հարձակման կադրերից, թե ինչպես են թուրք թիկնապահները հարվածում Էրդողանի դեմ բողոքի ակցիա իրականացնող հայերին, եզդիներին ու քուրդ ցուցարարներին։ Նրանք նույնիսկ չեն խնայում կանանց։ Կադրերից մեկում երևում է, թե ինչ վայրագությամբ են թուրքերը ոտքով հարվածում արդեն գետնին ընկած հայ կնոջը։ Այս վայրագությունը արևմուտքում գուցե զարմանալի է, բայց այս տարածաշրջանում վաղուց ոչ մեկը չի զարմանում թուրքական վայրագություններից։ Այնպես, ինչպես զարմանալի չէ, որ ծեծկրտուկը հրահարել է հենց ինքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասով նույնիսկ ապացույցներ կան։ Դրանք կներկայացնի Գայանե Ղազարյանը։ Թուրքիայի նախագահի այցը Միացյալ Նահանգներ նշանավորվեց ոչ այնքան Էրդողան-Թրամփ հաջող բանակցություններով, որքան Թուրքիայի դեսպանի տան մոտ տեղի ունեցած ծեծկրտուկով։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելուց հետո Էրդողանը մեկնում է նահանգներում իր երկրի դեսպանի տուն, որտեղ էլ սկսվում է ծեծուջարդը։ Խոսքի ազատության երկիր Ամերիկայում ամերիկացի իրավապահների աչքի առաջ Էրդողանի թիկնապահները հարձակվում են Թուրքիայում մարդու իրավունքների բացահայտ խախտումների, լրագրողների ճնշումների դեմ բողոքող հայ, քուրդ ու եզդի 15 խաղաղ ցուցարարի վրա ու լռեցնում նրանց ավանդական թուրքական եղանակով։ 50 հոգով 15 ցուցարարի նաև կանանց ծեծը տևեց մի քանի րոպե։ Էրդողանամետ ցուցարարների տեսքով թիկնապահներն ամեն գնով փորձում էին հարձակվել գետնին տապալված երկու աղջիկների վրա, նրանց փրկեցին ոստիկանները։ Շտապօգնության բրիգադը ծանր վնասվածքներով 11 ցուցարարի հիվանդանոց տեղափոխեց ամենահայտնի դիվանագիտական փողոցից։ Այստեղ են նախկին նախագահ Օբամայի, գործող նախագահի դստեր Իվանկա Թրամփի, պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի առանձնատները։ Բռնությունն իր հետ նահանգներ բերած Էրդողանն այդ ընթացքում սառնասրտորեն հետևում էր իր պահակախմբի գործողություններին, ու քանի դեռ զինված թիկնապահները ծեծում են խաղաղ ցուցարարներին, Էրդողանը դուրս է գալիս մեքենայից, հետևում բռնության ընթացքին ու լուր մտնում դեսպանի նստավայր։ Ականատեսների հրապարակած տեսանյութում երևում է, որ ծեծը սկսվել էր Էրդողանի պատվերով։ Նախքան մեքենայից դուրս գալը տեսնելով ցուցարարներին, նա հրահանգ է տալիս թիկնապահին։ Մի քանի վայրկյանից թիկնապահները հարձակվում են ցուցարարների վրա։ Ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ծեծի ենթարկված քուրդ եւ հայ ցուցարարները պատմել են իրենց հանդեպ բռնության ու իրենց պահանջների մասին։ I was there for democracy. Ես այնտեղ էի ժողովրդավարության, մարդու իրավունքների համար, դա խաղաղ ցույց էր։ Ես արդարություն եմ պահանջում։ Նրանք հարվածեցին իմ գլխին, սպառնում էին սպանել։ Ես ընկել էի, բայց հարվածների տարափը չէր դադարում։ Թուրքիայում սովորական, բայց Վաշինգտոնում արտարոց նման բան վերջին անգամ տեղի էր ունեցել 2016-ին, կրկին Էրդողանի այցի ժամանակ։ Նյու Յորքում նույն համազգեստով մարզված թիկնապահները փորձում են ծեծել Էրդողանի դեմ բողոքող քուրդ ցուցարարին։ Ոստիկանները հասցնում են կանխել արյունահեղությունը։ Վաշինգտոնի ոստիկանությունն ու պետքարտուղարությունը զայրացած են, փորձում են թուրքերին սաստել դիվանագիտորեն, բայց ապարդյուն։ Ամերիկացի ազդեցիկ սենատորները սակայն խոսում են բռնությունն արտահանող թուրքերին հասկանալի լեզվով։ Մենք պետք է գրողի ծոցն ուղարկենք Թուրքիայի դեսպանին։ Սա Ամերիկան է, սա ինչ-որ Թուրքիա կամ երրորդ աշխարհի որևէ երկիր չէ։ Սա չի կարող անպատասխան մնալ։ Սենատորներն ամբիոններից հասարակ քաղաքացիները սոցցանցերում, լրատվամիջոցները եթերում ցնցված են բոլորը, քննադատում են միաձայն, բայց պատժիչ գործողությունները սահմանափակվեցին միայն Թուրքիայի դեսպանից բացատրություն պահանջելով։ Ձերբակալված թիկնապահներն էլ մի քանի ժամ անց ազատության մեջ էին։
Գայանե Ղազարյան, Post-Factum։ Հաջորդ Կիրակի եւ հենց այս ժամին Երևանում կանցկացվի Ավրորա միջազգային մարդասիրական մրցանակաբաշխությունը, որը $1 միլիոն կտրամադրի մեր ժամանակների բացառիկ 5 հերոսներից մեկին։ Այս աննախադեպ իրադարձության նպատակն է հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր հայոց ցեղասպանության տարիներին փրկել են հայերին։ Մինչև ժյուրին որոշում կկայացնի, մենք ներկայացնում ենք 5 հավակնորդներից մեկին, որը անցած տարի էր ներկայացվել, բայց իր հիվանդներին չկարողացավ թողնել ու գալ արարողությանը։ Խոսքը 750,000 մարդու կյանք փրկած եւ Սուդանի Նուբայի լեռներում աշխատող Թոմ Քաթինայի մասին է։ Այս տարի մրցանակաբաշխության կազմակերպիչները ելքը գտել են։ Հայաստանից 2 ռազմական բժիշկ գործուղվել է Սուդան, Նուբայի լեռներ, եւս 1 բժիշկ նրանց կմիանա ճանապարհին եւ կմեկնեն ժամանակավորապես դոկտոր Քաթինային փոխարինելու։ Ովքեր են նրանք, ներկայացնում է Մանու Իլիցյանը։ Նուբայի լեռների միակ հիվանդանոցի միակ բժիշկն է, դոկտոր Թոմն է, օրը 24 ժամ, շաբաթը 7 օր բժիշկ Քաթինան ընդունում է հիվանդների, ամեն օր 400 հիվանդ, տարեկան 1000 վիրահատություն։ Նուբայում երբեք չի եղել հիվանդանոց, 2008-ին, երբ Թոմ Քաթինան բացեց առաջին ստացիոնար բուժկետը, պատերազմը դեռ չէր սկսվել, 2 տարի հետո սկսվեց քաղաքացիական պատերազմը։ Մեր անեստեզիոլոգը, լաբորանտը, դեղագործը, գլխավոր բուժքույրը բոլորը հեռացան։ Ինչ վերաբերում է ինձ, ես քաջ գիտակցում էի, որ չեմ կարող հեռանալ այստեղից։ Սա միակ գործող ստացիոնար հիվանդանոցն է, միակ վիրաբուժական հիվանդանոց։ Եթե հեռանամ, մարդիկ այլևս որևէ բուժօգնություն չեն ստանա։ Որոշեցի մնալ։ Ու մնաց, արդեն 8 տարի բժիշկն մի քանի օգնականների հետ չդադարող ռմբակոծությունների տակ փրկում է սուդանցիների կյանքը։ Վիրահատություններ անում մի հիվանդանոցում, որտեղ չկա մշտական ջուր, էլեկտրաէներգիա ու հեռախոսակապ։ Երբեմն նույնիսկ պահանջվող բժշկական պարագաները չկան։ Այսօրվա մեծ մասը վիրահատարանում են անցկացրել։ Աստված գիտի, թե ինչ է պատահելու այս գիշեր կամ վաղը, բայց սա է եղել վերջին 5 տարվա մեր կյանքը։ Այս հարցազրույցն արվել է անցյալ տարի Skype-ով։ Նուբայի լեռներում կապ գրեթե չկա, վատ ինտերնետի պատճառով Թոմ Քաթինան կադրում գրեթե չի երևում։ 750,000 մարդու կյանք փրկած բժիշկն Ավրորա մարդասիրական մրցանակի 5 հավակնորդներից մեկն է։ Անցյալ տարի նա նույնպես հավակնորդների ցանկում էր, բայց գալ մրցանակաբաշխությանը չկարողացավ, փոխարինող չուներ։ Հիմա արդեն 8 տարի է այստեղ։ Ինձ թվում է, եթե հեռանամ, ուրեմն հանձնվում եմ։ Նրանցից շատերն անասելի տառապանքների մեջ են, բայց հանգիստ են, կարողանում են դեռ ծիծաղել, կատակել եւ շարունակել կյանքը։ Ինձ համար դա աներևակայելի է։ Գիտեք, երբ դա տեսնում ես, մտածում ես, ինչպես հրաժարվել, երբ այս մարդիկ շատ ավելի վատ բաներ են տեսել եւ շարունակում են ապրել։ Իրեն շնորհակալություն հայտնող երկիր գալ ու մասնակցել Ավրորա մրցանակաբաշխությանը Թոմ Քաթինան չկարողացավ, բայց տեսազանգով պատմեց այն ամենը, ինչն իր համար արդեն դարձել է սովորական։ Կներեք, քանի մարդ ամենավատ վիճակում եղածներին ներս մտցրեք։ Եթե իսկապես շատ վատ են, ուզում եմ, որ Իսահակին ու Հելերին վիրահատարան կանչեք։ Լավ։ Կներեք ժողովուրդ, հենց հիմա 2 բեռնատար վիրավոր են բերել։ Տեսա է կյանք։ Տեսազանգն ընդհատվեց, բժիշկը նոր տասնյակ հիվանդներ ունի եւ այսպես ամեն օր։ Հուսահատության պահեր եղել են։ Քաթինան խոստովանում է, որ երբեմն ինքն էլ է որոշել հեռանալ, բայց չի կարողացել թողնել այն մարդկանց, որոնց կյանքը կախված է ընդամենը 1 բժիշկից։ Ավրորա մարդասիրական մրցանակին առաջադրված 558 թեկնածուներից ընտրված 5 հավակնորդների մեջ այս տարի նորից նրա անունը կա։ Ավրորայի հիմնադիրները որոշեցին այս տարի ինչ էլ լինի, Թոմ Քաթինան մայիսի 28-ին Ավրորա մրցանակաբաշխության օրը պետք է լինի այստեղ։ Երկու ռազմական բժիշկների աշխատանքային վերջին ժամերն են։ Հայկն ու Գևորգն այս պահին արդեն Սուդանում են, Նուբայի լեռներում։
Երբ հայ բժիշկները հասնեն Նուբայի լեռներ, Թոմ Քաթինան կկարողանա 8 տարվա մեջ առաջին անգամ թողնել իր հիվանդներին ու մի քանի օրով բացակայել։ Որոշում կայացնելը չերկարեց, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, ինչ առաջարկ է եղել, ինչի շրջանակներում, ինչի համար ես դու պետք։ Թոմ Կաթենայի մասին տեղեկությունները ներսումս ինչ-որ բան փոխեցին, կար ներքին մի մղում, ընկերներիս հետ կիսվեցի, որ ինքս էի ուզում դիմում գրեի պաշտպանության նախարարին թույլտվություն վերցնելու համար, եթե հնարավոր լինի, գնալ, օգնել։ Երիտասարդ բժիշկների համար սա առաջին վտանգավոր առաքելությունը չէ, աշխատել են հակամարտության ու պատերազմական այլ շրջաններում, ինչպես միշտ այս անգամ էլ իրենց հետ կտանեն Աստվածաշունչն ու հարազատների աղոթքը։ Գնդապետ Գևորգ Ոսկանյանին ու մայոր Հայկ Հովհաննիսյանին Նուբայի լեռներում Քենիայից կմիանա բժշկուհի Արմինե Բարխուդարյանը։ Նա էլ Քենիա բժշկական առաքելության մեկնել է Թոմ Քաթինայի պատմությունը լսելուց հետո։ Ինձ համար ծանր էր գիտակցել, որ նույն մասնագիտությամբ մարդիկ աշխատում են ծայրահեղ տարբեր պայմաններում։ Այստեղ Երևանում բժիշկը երկարատև լարվածությունից ու հազարավոր վիրահատություններից հետո առաջին անգամ կլինի առանց վիրահատական գործիքների ու քաղաքացիական հագուստով։ Սուդանից Հայաստան հասած իր մարդասիրության ու նվիրվածության պատմությունը լսած ու իրենով հիացած մարդկանցից կլսի երախտագիտության խոսքեր, որպեսզի մեկ շաբաթից վերադառնա Սուդան, Նուբայի լեռներ։ Ամեն օր 400 հիվանդ ընդունելու ու ամեն տարի 1000 վիրահատություն անելու։ Մանուիրիցյան, Post-Factum։ Այս ամիս Երևանը վերածվել է գինեգործության քաղաքի։ Սարյան փողոցում, որտեղ կենտրոնացված են ամենաշատ գինետները, անցկացվեցին Երևանի գինու օրերը, նվիրված հայկական գինու լավագույն ավանդույթների զարգացմանն ու ներկայացմանը։ Փառատոնին մասնակցում էին ավելի քան 25 գինեգործական եւ խոհանոցային ընկերություններ։ Գնալով Երևանում վերականգնվում է գինի խմելու մշակույթը, դրա հետ զուգահեռ ավելանում են գինի արտադրող ընկերությունները։ Այս առիթով իմ գործընկեր Արտակ Ալեքսանյանը զրուցել է արգենտինական գինին աշխարհին ներկայացրած Փոլ Հոփսի հետ, որին Forbes ամսագիրը անվանել է գինեգործության ոլորտի Steve Jobs։ Այնինչ արել է Հոփսը Արգենտինայում, հիմա փորձում է կրկնել Հայաստանում։ Ինչ պոտենցիալ ունի Հայաստանը եւ ինչ են պայմանավորվել Հայաստանի վարչապետի ու գյուղնախարարի հետ։ Բոլոր հարցերի պատասխանը Արտակ Ալեքսանյանի հարցազրույցում։ Պարոն Հոփս, 4 տարի առաջ ձեզ դիմեցին Վահե եւ Վիգեն Յակոբյանները, ինչպես ավելի ուշ նկատել էր ամերիկյան թերթերից մեկը, վերածնելու Հայաստանի գինեգործական ժառանգությունը։ Սկզբում ձեր ներգրավվածությունը դուք բնութագրել եք որպես փորձագիտական, խորհրդատվական, բայց կարծեմ հետո համաձայնել եք ավելի խորացնել գործակցությունը։ Դուք ճիշտ եք։ Երբ ես հանդիպեցի Վահեին ու Վիգենին 2008-ին, ինձ հրավիրեցին Հայաստան, ներկայացրին պատմությունը, իրենց ընտանիքների պատմությունը, եւ դա ինձ հետաքրքրեց։ Սկսելով որպես փորձագետ, այժմ ես ակտիվ ներգրաված եմ որպես բիզնես բաժնետեր։ Ինչպես է ձեր բիզնեսն այստեղ։ Մենք նոր ենք, աշխատում ենք ընդամենը 8 տարի։ Ահռելի աշխատանք է կատարվել։ Միայն այս տարի սկսում ենք արտադրել գինի, որը միջազգային առաքում կունենա։ Կարելի է ասել կոմերցիոն մասը նոր է սկսվում։ Մենք ստիպված էինք մեր սեփական խաղողի այգին տնկել, գտնել հարմար վայր, տեխնոլոգիաներ բերել։ Մենք արդեն վերջացրել ենք տնկելը։ Հիմա սպասում ենք 2020-ին, երբ կունենանք առաջին արդյունաբերական բերքահավաքը։ Forbes-ին տված ձեր հարցազրույցներից մեկում 4 տարի առաջ դուք նշել եք, որ Հայաստանում գինեգործությունը գտնվում է միջնադարի մակարդակին, չկան մասնագետներ, հումք, տեխնոլոգիա։ Հիմա ինչ կասեք Forbes-ին, ձեր կարծիքով մենք դեռ միջնադարում ենք։ Մենք սկսում ենք լույս տեսնել թունելի վերջում։ Շատ մարտահրավերներ կան, բայց մենք տեսնում ենք վերածնունդ կամ կարելի ասել հեղափոխություն գինու տեսակների ոլորտում։ Արտադրական շատ բարդ խնդիրներ կան, որակյալ սարքավորումներ ճարելը եւ այլն։ Շատ բան կա անելու, բայց այսօր շատ ավելի լավ է վիճակը, քան 3-4 տարի առաջ։ Դուք մասնակցեցիք Երևանի Սարյան փողոցում կազմակերպված գինու փառատոնին։ Շատ գեղեցիկ ու յուրահատուկ միջոցառում էր, այն շատ լավ հիշողություններ թողեց։ Ճիշտ է, հասցրեցի միայն փակումը տեսնել, բայց շատ ոգևորիչ էր։ Այն ինձ հիշեցեց Մենդոզայի փառատոնը, որն աշխարհի ամենամեծ գինու փառատոններից է։ Այնպես որ տեսնելով, որ Հայաստանում նման բան է տեղի ունենում, ոգևորվում եմ ու լցվում լավատեսությամբ։
Սկզբում դուք նշել եք, որ պատրաստվում եք Բորդո տեսակի գինի փորձել այստեղ։ Կաբերնե, Սավինյոն, Մալբեկ, Շարդոնե, Պինե Նուար, բայց ասել եք, որ ամեն ինչ կախված է ձմռան ցրտից։ Այո, 8 տարի անց, ինչ եք կարծում, այսօր որ տեսակի գինին է լավը, որ կարելի է արտադրել Հայաստանում, հաշվի առնելով նաև եղանակը ձմեռը։ Այո, երկար ժամանակ է պետք խաղողն աճեցնելու համար։ Գինեգործությունը դանդաղ բիզնես շրջանառություն ունի։ Մենք ընտրել ենք Վայոց ձորը նույնիսկ եղանակի տեսության կայան ենք տեղադրելու, որպեսզի կարողանանք հետևել եղանակին։ Մենք արդեն վերջացրել ենք տնկելը, հիմա սպասում ենք 2020-ին։ Ամեն դեպքում այստեղ շատ ցուրտ է, եւ դա երևում է նույնիսկ իմ iPhone-ի եղանակի տեսության ծրագրից։ Համեմատության համար ասեմ, որ այստեղ ողկույզները դեռ չեն երևում, իսկ մյուս վայրերում, Կալիֆոռնիայում, Ֆրանսիայում արդեն կան։ Այստեղ ցուրտ է։ Այո, ցուրտ է։ Այսինքն ցուրտ եղանակը խնդիր է։ Ոչ, շատ մարդիկ մտածում են, որ դա խնդիր է, բայց մենք այդպես չենք դիտարկում։ Նախ եւ առաջ մեր տնկիները բլրի մի կողմի վրա են, ինչը լավ հնարավորություն է ստեղծում օդի հոսանքների համար։ Այնպես որ սառը օդը բլրից ցած է գնում եւ մենք ընդհանրապես խնդիր չենք տեսնում։ Տեղանքն իդեալական է։ 2008-ին, 2009-ին, երբ մենք շրջեցինք ամբողջ Հայաստանով մեկ, տեսանք շատ վայրեր, ընտրեցինք Վայոց ձորը։ Ու հետաքրքրական էր, որ հենց այդ վայրերը հազարավոր տարիներ առաջ մարդիկ բացահայտել էին որպես խաղողագործության լավագույն վայրը։ Այնպես որ նոր բան չհայտնաբերեցինք, ուղղակի սովորեցինք այն մարդկանցից, ովքեր հազարավոր տարիներ առաջ էին գտել։ Ընդհանրապես ցանկացած վայր պահանջում է հարմարեցում եւ հողի օգտագործման հարցում ինչ որ մոտեցում։ Շատ բաներ կախված է նրանից, թե ինչպես կաշխատենք առաջին 5-10 տարում։ Ըստ ձեզ Հայաստանում որակյալ գինի արտադրելու պոտենցիալ կա թե ոչ։ Հայաստանը գինեգործության ոլորտում կարող է լինել մրցունակ, օրինակ արգենտինական գինու պես, գնի եւ որակի հարցում։ Իսկ ինչ եք կարծում, ինչու պետք է աշխարհը կտրեի ու հասնեի այստեղ։ Հայաստանը ունի լավ ներուժ, նաև ժառանգություն ունի։ Օրինակ Արենիի քարանձավի գինու պահոցը, որը աշխարհում ամենահինն է։ Ես անընդհատ նոր հարստություններ եմ բացահայտում Հայաստանում։ Կարծում եմ այդ ներուժն ամրապնդելու համար շատ աշխատանք է պետք։ Այսինքն բացահայտում եք պատմական ժառանգությունը։ Գիտեք, քիչ ազգեր կան, որ կարող են գլուխ գովել, որ գինու մեծ պատմություն ունեն։ Որպես գինու մասնագետ ինձ համար շատ հետաքրքիր է ու նաև մեծ պատիվ։ Եվ ձեր հարցին պատասխանելով, բոլոր պատճառներն ունեմ ասելու, որ տնային աշխատանքն անելուց հետո նախատեսում եմ ստեղծել հայկական գինու բրենդ, որը միջազգային շուկայում միանգամից մրցունակ կլինի։ Չնայած դա 20-25 տարվա գործընթաց է, այսինքն ահագին ժամանակ կպահանջվի դրա համար։ Դուք շատ հայտնի եք աշխարհում նաև արգենտինական գինին եք համաշխարհային ֆենոմեն դարձել։ Ինչ պետք է անի Հայաստանը, որ նման հաջողություն ունենա այս ոլորտում։ Երևի պետք է տեղական յուրահատկություն գտնել։ Օրինակ Արգենտինայում ես խաղողի տեսակ գտա, որի վրա նախկինում առանձնապես ուշադրություն չէին դարձնում։ Մտածում էի, տեսնես ինչու չեն դարձնում, հրաշալի խաղող է։ Կարծում եմ, որ այստեղ էլ տեղական շատ լավ տեսակներ կան։ Հուսով եմ, գործընկերներս ինձ կօգնեն ու կգտնենք լավագույն տեսակները։ Միաժամանակ մենք ուզում ենք աշխատել միջազգային խաղողների հետ։ Դեռ չգիտենք։ 4-5 տարի առաջ էլ չգիտեիք, հիմա էլ հստակ չգիտեք, թե ինչ կլինի։ Երբ կիմանաք։ Այո, չգիտեմ, իսկապես դժվար է ասել։ Որովհետև դա ժամանակ է պահանջում։ Այո, նախ հող գնելը եւ այն մշակելը երկար տևեց։ Ամենայն հարգանքով վերաբերվելով գործընկերներից ու բիզնեսին, պետք է նշեմ, որ բացարձակ խաղող չկա։ Նախ պետք է ստեղծել բարձրորակ խաղող, որը կծառայի գինու արտադրությանը, միաժամանակ մշակել հատուկ գործիքակազմ եւ տեխնոլոգիական եւ կրթական ոլորտների բացը լրացնելու համար։ Հայաստանը հիմա պետք է լրացնի այդ երկարաժամկետ բացը, որն առաջացել է պատմության ընթացքում եւ նորից ունենա այն համբավը, որ ունեցել է դարեր առաջ։ Սա եւ կոմերցիոն եւ ոչ կոմերցիոն նպատակ ունի, բացահայտել հայկական գինու մրցունակության հիմքերը։ Պարզապես գինի քաշելով չես հաջողի։ Դուք հանդիպել եւ ճաշել եք Հայաստանի վարչապետի հետ, ինչ տպավորություն եք ստացել կառավարությունը, ինչ քայլեր է ձեռնարկում գինեգործության զարգացման համար։
Այո, մենք երկար զրուցեցինք վարչապետի, նաև գյուղատնտեսության նախարարի հետ։ Հիացած ենք գինու հարցում նրանց տեղյակության մակարդակով, եւ շատ ուրախալի է, որ վարչապետն ու գյուղատնտեսության նախարարը իսկապես ուզում են ինչ-որ բան անել ոլորտի համար։ Վարչապետը նույնիսկ առաջարկեց դառնալ հայկական գինեգործության կնքահայրը, ու թեև իտալական արմատներ չունեմ խավոր լինելու համար, բայց շատ հաճելի էր տեսնել, թե որքան կարևոր է Հայաստանի կառավարության համար գինեգործության բիզնեսի խթանման գիտակցումը։ Շատ տպավորված եմ գյուղատնտեսության նախարարով, նա ունի հստակ գաղափարներ, ցանկանում էր լսել մեր գաղափարները։ Այո, գյուղատնտեսության նախարարը գինեգործության ոլորտում մեծ փորձ ունի, երկար տարիներ աշխատել է Pernod Ricard ընկերությունում։ Այո, նա քաջատեղյակ է, շատ բան իմաց։ Այս գործում շատ կարևոր է նաև մարդկային ռեսուրսը ոլորտի մասնագետներ պատրաստելու համար։ Դա մեծ նշանակություն կարող է ունենալ նաև ներդրումների հարցում։ Մի անգամ ասել եք, որ ձեր նպատակը բացատրելն է, թե լավ գինին ինչպես կարող է հարստացնել, լցնել մարդու կյանքը, ինչպես լավ կինոն, թատրոնը։ Իսկապես այդպես է։ Այո, դա բարձրաճաշակ կյանքի մի մաս է։ Միայն գինու միջոցով շատ գումար վաստակելը չէ։ Տեխասցի նավթային մագնատ լինելը բավարար չէ երջանիկ լինելու համար։ Կարող է շատ գումար վաստակել, բայց խելացի չլինել։ Ցանկացած մարդ կյանքի որակը բարձրացնելու եղանակներ է փնտրում, եւ գինին շատ հետաքրքիր միջոց է։ Եթե դուք սիրում եք ճամփորդել եւ ուտել, ապա գինին անպայման ձեր կյանքի ուղեկիցը կդառնա։ Որքան գինի եք դուք խմում օրը։ Երբեք չեմ մտածել դրա մասին։ Երևի օրը կես-շիշ։ Իսկ հատուկ ժամ կա, օրինակ միայն երեկոյան 6-ից հետո խմել կամ չխմել, գուցե նախաճաշին չխմել կամ գինու խմելու հստակ ժամ ունեք։ Հայաստանում ամեն ինչ էլ հնարավոր է, բայց անկեղծ ասած, երբեք նախաճաշին գինի չէի խմի։ Մեկ-մեկ ճաշին հնարավոր է։ Գինի խմում եմ երեկոյան, ամբողջ ընտանիքի հետ, այն նաև ամբողջացնում է կերակուրը, հետաքրքիր է ուտել գինի ըմպելով։ Երբեմն ես ու կինս միասին ենք գինի վայելում մեր 3 տարեկան ու 6 ամսական աղջիկների հետ, մի սենյակում։ Forbes ամսագիրը ձեզ անվանել է գինեգործության Steve Jobs, դուք համաձայն եք դրա հետ։ Ինչպես կարող ես չհամաձայնել Forbes-ի հետ։ Հաճելի կոմպլիմենտ է։ Շատ հաճելի կոմպլիմենտ է։ Հաճելի է, որ այդպես են մտածում։ Steve Jobs-ը նորարարության կողմնակից էր, ես էլ։ Որն է ձեր ամենամեծ նորարարությունը, որը նաև ամենակարևորն է։ Ես iPhone-ի նման հայտնի բան չեմ հնարել։ Երևի Արգենտինայում արածս գործը համար մեկն է։ Հետո Կալիֆոռնիայում եմ գինու արտադրություն հիմնել։ Մարդիկ գիտեն ամենի մասին, բայց իրական աշխատանքը հողի ու այգիների հետ աշխատանքն է։ Իհարկե, եվրոպացիները վաղուց են դա անում, բայց այլ երկրներում մարդիկ 2 տարբեր ճամբարներում են ապրում։ Շնորհակալություն եւ խնդրում եմ ինձ սովորեցնել, թե ինչպես պետք է գինի խմել։ Եկեք փորձենք այս գինին, կոչվում է Յակոբյան Հոբս։ Սա ձեր նոր բրենդն է։ Այո, մեր նոր բրենդը այս ամիս է արտադրվել, վաճառվում է Հայաստանում եւ Միացյալ Նահանգներում։ Շատ փոքր նախագիծ է, Արենի խաղողից է, Վայոց ձորի եւ ֆրանսիական տակառներում է հնեցվել։ Գինու հարցում կարևորը գույնն է, շատ հաճելի պիգմենտացված կարմիր գույն ունի, ինչը շատ կարևոր է։ Եթե շագանակագույն կամ նարնջագույն երանգներ կան, նշանակում է գինին կամ խոտանված է կամ հոգնած։ Իսկապես ես դա չգիտեի։ Այո, գույնը շատ կարևոր ցուցիչ է։ Իսկ ո՞րն է ամենակարևոր ցուցիչը։ Կախված է խաղողի տեսակից։ Ամեն տեսակ իր յուրահատկությունն ունի։ Օրինակ տեսակ կա, որ մանուշակագույնն է կարևոր, տեսակ էլ կա մուգ կարմիրը։ Կաբերնա Սավինյոնը խորը եւ մուգ կարմիր է, Արենին կարմիր տեսակ է։ Հենց դա իմանաք, գինուն նայելով կկարողանաք իմանալ, թե ինչ եք խմում։ Cheers։ Համեղր։ Դա էր կարևորը։ Հայկական ռաբիսը չտեսնված ու չլսված ռեկորդներ է սահմանում Թուրքիայում։ Հայ ռաբիս երգիչ Սպիտակցի Հայկոյի եւ Սուպեր Սակոյի մի գնա երգը անցած շաբաթ YouTube-ում ավելի քան 30 միլիոն դիտում ունեցավ։ Մի գնան պաշտոնապես դարձել է համացանցի ամենաշատ դիտված ու լսված երգը։ Այն ֆլեշմոբի նման տարածվում է, թուրք երիտասարդները մեկը մյուսի հետևից վիդեո, սելֆիներ ու քավեր տարբերակներ են անում։ Նրանցից շատերը նույնիսկ չգիտեն, որ այս երգը հայերեն է։ Այս յուրահատուկ ակցիային միացել են նաև թուրք հայտնի երգիչներ։
Ինչպես է հայերեն հնչող 6-8-ը գրավել թուրքական շոու բիզնեսը, ներկայացնում է Անի Ավետյանը։ Top 10-ով Ռաբիզից ռեփի համադրությամբ երգով հայտնի դարձած Հայկ Ղևոնդյանի Սպիտակցի Հայկոյի ռեփի հետ միքսված նոր երգը նորից հիթ է Թուրքիայում։ Հարսանիքներին ու մեքենաների մեջ առևտրի ամենախոշոր կենտրոններից մինչև փաբեր ու սրճարաններ Թուրքիայում ամենուր երգում ու լսում են Սուպերսակոյի եւ Սպիտակցի Հայկոյի մի գնա երգը։ Թուրքական շոու բիզնեսում հայտնի երգիչ դերասան Օզջան Դենիզն է դիմահարդարման սենյակում Սպիտակցի Հայկոյի մենեջերն ասում է, ամեն ինչ հենց այս տեսանյութից է սկսվել։ Հերթական մի հատ երգեր, որի հետ տենց մեծ ծրագրեր չուներ ինքը կապված։ Երգը վիրուսի պես է տարածվում, գրում են թուրքական կայքերը, արդեն նույնիսկ ռեմիքսներ ու թուրքերեն քավերներ կան։ Թեմայով քննարկում է սկսվել Reddit-ում, մեկնաբանողներն ասում են, երգը գլուխգործոց չէ, բայց հումորով է։ Երաժշտությունը սահմաններ չի ճանաչում եւ սա ճիշտ է ասված թե լավ, թե վատ երաժշտության համար։ Ես երգիչներին չեմ ճանաչում, բայց նրանց երգն ինձ հայերեն 2 բառ սովորեցրեց՝ մի գնա։ Թուրք, Փարհամ, Մեդիզադե, ուրեմն անգլերեն ինքը ցույց է տալիս, թե ինչքան է մեծ ծերեզ երգի հանդեպ, ինչքան են լսում։ Թուրքիայում համերգի հնարավորությունը Սպիտակցի Հայկոն բացառում է գործակցելու առաջարկները մերժում, սակայն սուտ է տարածվող լուրը, թե թուրք պրոդյուսերներն առաջարկել են տեսահոլովակ նկարահանել։ Տեսահոլովակը կլինի 1 ամսից, արդեն նկարահանվում է։ Նկարահանվելու է Հայաստանում։ 30 միլիոնից ավելի դիտում YouTube-ում, վիդեո սելֆիների ֆլեշմոբ Instagram-ում սա հունից հանել է ադրբեջանցիներին, նրանք Թուրքիայի սրճարաններում պահանջում են անջատել երգն ու ամենակարևորը նկարահանում են դա եւ տարածում։ YouTube-ում 300,000-ից ավելի դիտում ունի այս վլոգերի բողոքը, նա ամոթանք է տալիս հայերեն երգ լսող թուրքերին եւ թուրք-ադրբեջանական եղբայրության մասին է հիշեցնում։ Թուրքական մամուլն այս ֆոնին ուշագրավ պատմական փաստի է անդրադառնում։ Թուրքերեն այբուբենը ստեղծելուց բացի հայերն օսմանյան երաժշտության այբուբենն էլ են ստեղծել։ Օսմանյան դասական երաժշտության համբարձում նոտայական համակարգի հեղինակը Համբարձում Լիմոնջյանն է։ 3 տարի առաջ Թուրքիայով մեկ տարածվում ու զարմացնում էր Կոմիտասի մշակումներով մի ալբոմ, պատճառը դրանում ներառված այս ազանն էր, այն ժամանակ iTunes-ի ամենաշատ լսված երգերի ցանկից։ Ալբոմի հեղինակների տեղեկությամբ Կոմիտասն ազանը մշակել է 1905-ի հայ-թաթարական ընդհարումների մասին պատմող հուր եւ սուր ներկայացման համար։ Հայ-թուրքական սիմֆոնիկ երիտասարդական նվագախումբն է 18-ից 23 տարեկան 75 երաժիշտներով, Նվարդ Անդրեասյանի եւ Ջեմ Մանսուրի դիրիժորական փայտիկներով։ Նվագեցինք Խաչատրյան Չուտակի կոնցերտ, Ֆերիդ Ալնարի Չուտակի կոնցերտը, ծրագիր խառներ։ Թուրքիայի մշակույթի նախարարության հրավերով պոլսահայ դիրիժորը Ստամբուլի տարբեր նվագախմբերի հետ է աշխատել պետօպերայից մինչև կոնսերվատորիա։ Նոր հիթի մասին նրա գնահատականը տեղացու աչքով է։ 80 միլիոն, եթե նույնիսկ 40 միլիոնը դեռ երկին սիրահարվել է, շատ լավ։ Հայաստանում է դրամատիկական թատրոնի բեմն ու Պարոնյանի Ատամնաբույժն Արևելյանը, թուրքերեն եւ մյուզիկլի տարերով։ Թափառնիկոսի կերպարով թատերախմբի ռեժիսորն է։ Թուրքիայում հիմա այնպիսի քաղաքականություն է իրականացվում, որը մարդկանց բաժանում է, իրար դեմ հանում։ Ազգայնամոլություն է տարածվում։ Մեր ներկայացումը դրա դեմ հակաքայլ է։ Ներկայացման ճիշտ ամենասկզբում Տիկնայք եւ Պարոնայք պահին հայտարարվել էր թատերախումբը հիմա շրջիկ է, բայց միշտ չէ այսպես եղել։ Մեծ քարե շենք են ունեցել, առանց տանիք են մնացել հրդեհից հետո։ Իսկ Թուրքիայում ոչ մի թատրոնի շենք պատահմամբ չի հրդեհվում։ Մի քանիսի տեղում հիմա շքեղ առևտրի կենտրոններ են։ Այդ առևտրի կենտրոններում էլ մի գնան համար 1 երգն է։ Անի Ավետյան, Նարեկ Գալստյան, Արմեն Շահոյան, Post-Factum։ Եվ վերջում իմ հյուրն է Թուրքիան նվաճած այս երգի կատարող Հայկ Ղևոնդյանը Սպիտակցի Հայկոն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հայկ, ինչով է պայմանավորված հենց այս երգի հաջողությունը։ Դուք ունեք այսպիսի հարյուրավոր երգեր եւ ինչով է պայմանավորված, որ հենց այս երգը դարձավ հիթային։ Այդ ձեր նմանը ես եմ մտածում։ Ես էլ չեմ կարող պատկերացնել, թե ինչպես դառավ,
որովհետև ունեմ լավ երգեր, որ ասենք ամենօրյա երգվող երգեր է, բայց բախտի բաներ էլի։ Իսկ ինչու հենց Թուրքիայում սա դարձավ հիթային։ Այդ հարցի դեսել եմ դժվարանում պատասխանեմ, ինչու չէ ասենք Եվրոպայում կամ Միացյալ Նահանգներում, ինչու հենց Թուրքիայում։ Ինձ էլ այդ հարցը շատ հուզում։ Շնորհակալություն։ Իմ հյուրն էր Հայկ Ղևոնդյանը կամ ինչպես հայտնի է Սպիտակցի Հայկոն։ Դուք լսեք Սպիտակցի Հայկոյի եւ Սուպեր Սակոյի մի գնահիթը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Մենակ եմ աշխարհում առանց քեզ Պապայարը Տենչում է իմ սիրտը միայն քեզ Լուր տանջվում է հոգիս արի տես Մենակ եմ աշխարհում առանց քեզ Տենչում է իմ սիրտը միայն քեզ Լուր տանջվում է հոգիս արի տես Ես խնդրում եմ մի գնա Մենա իմ գրկում մենա Սրտի սերակը տանքես Մենակ կողքից դու լինես Սրտի սերակը տանքես Մենակ կողքից դու լինես You hear me? Mr. Super Psycho Suits and coops in Morocco While we keep a gangster, I move like a vato I am the king, you're the queen of my castle Give you everything if I got to Yeah, I know you love me like French toast Pacific coast, moving in the drop coast You put your makeup on, I gotta drive slow I know this life I'm living left you heartbroken Also, mind over matter I paid them no mind and you all that matter I messed up, I had you, let's meet on a Saturday Forget what they had to say I gave you my heart like an organ donor And all you left me with is your Chanel aroma It's hell without you, I wish I cloned you I'm contemplating whether if I should phone you Իմ գրկում մենա Սրտի սերակը տանքես Մենակ կողքից դու լինես Սրտի սերակը տանքես Մենակ կողքից դու լինես Կսլնես Վերնգի տեղդ ու ծապտումըտ չհելնի